Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող 29.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 12.702.000 դրամ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստների ձևավորման եւ մշակման ոլորտում մասնագիտացած ամերիկյան Միլիկեն ընկերության ղեկավարների հետ։ Ինչպես հայտնել է նախարարն իր սոցցանցի գրառմամբ, քննարկվել են Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ընթացքին առնչվող հարցեր։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի 80-րդ նստաշրջանում քննարկել է ֆինանսավորման համակարգային եւ ռիսկերի գնահատման վրա հիմնված մոտեցման անհրաժեշտությունը պետական, մասնավոր եւ դոնոր ռեսուրսների համադրման միջոցով։ Իր ելույթում Հովհաննիսյանը նշել է, որ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է ընդամենը 5 տարի եւ անհրաժեշտ են ոչ թե աստիճանական, այլ արագ ու համակարգային փոփոխություններ։ Մասնակիցները քննարկել են գործընկերությունների վերաիմաստավորման, կանաչ եւ ներառական զարգացումների, նաեւ պետական մասնավոր դրումների համադրման ուղիները 2030 օրակարգի արդյունավետ իրագործման նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունը կրկին առաջարկում է հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջարկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ շարունակում է ուժի մեջ մնալ։ Գալուզինի խոսքով Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանը։ Տեղեկացվում է, որ բերման ենթարկվածների թվում կան նաև այլ հոգևորականներ, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կանխվել է խոշոր մաքսանենգություն, հայտնաբերվել է 11 կիլոգրամ թմրանյութ։ Քրեական ոստիկանության եւ ԱԱԾ-ի համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մեծ քանակությամբ թմրանյութ մաքսանենգ ճանապարհով ներկրելու դեպք։ Ձերբակալվել են Երևանի 3 բնակիչ 43, 35 եւ 50 տարեկան, նաեւ 39-ամյա օտարերկրացի։ Նրանց մեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր 10.5 կիլոգրամ մեթամֆետամին եւ մարիխուանա։ Հետագա գործողությունների արդյունքում Էջմիածնում գտնվող քոթեջում հայտնաբերվել է նաև հերոին, ափիոն եւ մարիխուանայի նմանվող նյութեր, ընդհանուր մոտ 1 կիլոգրամ։ Բոլոր կասկածյալները կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։ Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար Ձերժավայի Արկադի Համբարձումյանի տան մոտ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով 10 ձերբակալված կա։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ եկեղեցի եւ Լոռի Բերդ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման եւ վերականգնման աշխատանքներին։ Ամրակիցի Սուրբ Նիկոլայ եկեղեցում Կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման եւ ներքին հարդարման աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են։ Մասնագետները նաեւ ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները Լոռու Բերդի տարածքում, ընթացքի մեջ են եկեղեցու եւ բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուս հատակի մասնակի վերականգնումը եւ միջնաբերդի պատերի գրավազային բարդ շաղախով ներարկումը։ Ֆրանսիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Լկորնյուն հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումը կասեցնելու մասին, որի համաձայն կենսաթոշակային տարիքը 62-ից պետք է բարձրացվեր մինչև 64, ինչը երկրում սուր քննադատության է արժանացել։ Նա նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումների սառեցումը բյուջեին կարժենա 400 միլիոն եվրո 2026 թվականին եւ 1.8 միլիարդ եվրո 2027 թվականին։ Նա նաեւ առաջարկել է շարունակել երկրում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ քննարկումները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի մեծությամբ երրորդ քաղաքի Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից։ Նախագահի աշխատակազմի պնդմամբ այդ որոշման պատճառը Տրուխանովի մոտ նաև ռուսական քաղաքացիության առկայությունն է։ Ինքը Օդեսայի քաղաքապետը պնդում է, որ երբեք ռուսական անձնագիր չի ունեցել։ Նրան կփոխարինի Դնեպրոպետրովսկի մարզը ղեկավարող Սերգեյ Լիսակը։
Պաղեստինի նախագահական գրասենյակը խստորեն դատապարտել է Համասի կողմից վերջին օրերին Գազայի հատվածում տասնյակ քաղաքացիների նկատմամբ իրականացված օրենքից դուրս եւ առանց արդար դատավարության մահապատիժները։ Նախագահական գրասենյակն այս հանցագործությունները որակել է նողկալի եւ անընդունելի ցանկացած պատրվակով։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ երեկվա անօրինական հանրահավաքին մասնակցելու եւ կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը։ Հաղորդվում է, որ Վալտոնենը 3 ժամանել է Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում բողոքի ակցիան եւ սոցիալական ցանցերում հրապարակել է հանրահավաքից տեսանյութ։